Ողջույն հարգելիներս, մոդելավորում եմ ահա այսպիսի ջետ, սա իմ աղջիկը համար եմ կարող մոդելավորում եմ բազային հիմքի գծագրի վրա Müller-Sinn մեթոդով եք կիսվում եմ գծագրով, եթե ամեն ինչ հաջող լինի, այնպես որ կարող եք նայել ինտերնետյան էջում։ Սա մեջքի դետալն է, սրա մասին ամենավերջում մի փոքր կխոսեմ, թե ինչու ես կտրեցի այն, որովհետև ըստ մոդելի այն փոփոխվում է։ Կոթկատեղի հատվածը վերևի մասով լինելու են ծալքեր եւ լինելու են վալաններ, որը այստեղ կարել է լինելու, բայց ամեն մի դետալը ես պետք է կտրեմ եւ բացեմ, որովհետև ծալքեր են եւ կիսաշրջակայքի մասը պետք է լայն։ Կտորը ես պատվիրել եմ Viber-ից եւ այսպես առանձին 1-1 մետրով եկել էր։ Դուք ինձ հարցնում եք, թե ինչպես եմ շիֆոնը ամրացնում սեղանին, իրականում չեմ ամրացնում, բայց որպես տարբերակ դες ուզում ցույց տալ մալյարնից կոչող տարբերակը, որ կարող եք եզրերից, որ չվնասվի կտորը, այսպես ամրացնել, եթե ձեր ձևով այդ դետալները իմ մոտ մեջքի հատվածը լինելու է կարով, մեջքի եւ կողքի հատվածը փոքր դեպի մեջք թեքած լինելու է ռելիեֆային կար եւ արչեւիթ է լինելու ռելիեֆային կար եւ այդ ռելիեֆային կարի մեջ լինելու են վալաններ։ Հիմա էլի նորից նկարը կտեղադրեմ ներքևի հատվածի։ Դրա համար այսպես ամեն մի դետալը կտրում բացում եմ, կողային դետալի, արչեւի եւ մեջքի դետալը։ Մի փոքր փոփոխություն եմ ենթարկելու, այստեղ ուղղակի դեռ ընդհանուր եմ տեղադրում, որ հասկանամ լայնությունը, բայց այստեղ ինչպես տեսնում եք, երկու տակ է միայն կողային, արչեւի եւ կողային դետալը, իսկ մեջքի հատվածը միայն մի կողմն է, առանձին գծեմ նաեւ մյուս կողմը։ Մեջքի հատվածում, որտեղ որ սեղմոն է, սեղմոնի խորությամբ եւ վերևը ես կտրեցի հանեցի, ուրիշ պարագաներում այս հատվածում ձեր տալ պետք չէր, միայն սեղմոնի խորությունը կարող ենք հանել մոդելավորման, բայց այս պարագայում, երբ որ մեր այս դետալը ես ավելացնելու եմ ռեզինով ցարկելու, այսինքն ռեզինով հավաքվելու է եւ պատրաստի լինելու է այս չափի, մի քիչ շատ, ուղղակի 1 սանտիմետր ավել այս դետալից, պրիմերկայի ընթացքում պարզ կլինի, թե ինչքան կթողնեմ դետալի չափը, հնարավոր է փոքր մեծացնեմ կամ ընդհակառակը փոքրացնեմ ըստ կազմվածքի, որովհետեւ իմ աղջիկը համար եմ կարող, իմ աղջիկը նիհարիկ է, սա 152 հասակի, ոսկի շրջագիծը 72, գոտկատեղի շրջագիծը 61, իսկ կոնքի շրջագիծը 83 է, բազային գծագիրը նկարագրություն այդպես ասեմ, թե ոնց եմ գծում կտեղադրեմ իմ էջում, եթե հետաքրքիր է կարող եք օգտվել, որովհետեւ պրիմերկայից հետո ես արդեն կարող եմ մեկնաբանել լավներ, արդյոք թե ոչ Müller-Sinn է սա մեթոդը։ Ընթացքում կպարզ կլինի, ես արդեն ձևել եմ նաև առաջամասի այս դետալը, առաջամասի դետալը ունի սեղմոն այստեղ, այս սեղմոնը ես կարելու եմ, ահա այսպես, մեջտեղի հատվածում լինելու է փորձներ, տեսանյութի հետ կտեղադրեմ նաև նկարը, թե ինչ նկարներից ենք մենք ոգեշնչվել։